Հիմա օրինակ պատկերացնում ես, որ նորից Ինա Խոջամիրյանի հետ որևէ պրոյեկտում կաշխատես միասին։ Ես երբեք ոչինչ ոչ մեկի հետ չեմ բացառել եւ չեմ բացառում։ Շախմատիստի բյուջեն մոտավորապես 2 անգամ գերազանցել է Սիրելի Սահմիի բյուջեին։ Ինչ թվերի մասին ենք խոսում։ 55 միլիոնա անց բյուջե է ունեցել շախմատիստը։ Միշտ կա այն խոսույթը, որ Հայաստանում մենք չունենք լավ պրոդյուսերական դպրոց, բայց մեկ էլ տեսնում ենք, որ դերասանները ինչ որ բայից սկսում են իրենք դառնալ արտադրող։ Դե դուք ինչ եք տարանջատում, ասում եք միայն պրոդյուսերական ինստիտուտ չկա, ռեժիսորական կա, սցենարիստ կա։ Grand Hotel-ը նկարեցիք, իրականացրիք դերասանուհի Ինա Խոջամիրյանի հետ եւ դրան հաջորդեց Սիրելի Սահմին։ Սրանք նախագծեր էին, որտեղ դուք աշխատեցիք Հայաստանում պահանջված եւ փորձառու դերասանների հետ։ Ռիսկային չէր։ Լավ դերասանը, ավակ սերնդի դերասանը չի կարա փրկի վատ կինոն։ Ոսկե դպրոց թե Ագապի։ Ոսկե դպրոց։ Ոսկե դպրոց։ Թե Hotel Grand։ Նրանք մեղավոր չեն, որ հայտնվել են այդ պատերից ներս։ Նրանք հայտնվել են սխալ տեղում եւ սխալ մարդկանց հետ։ 11 կյանք, 11 ճակատագիր, 11 սերիալը դիտիր միայն կինոդարանով։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր։ Դուք դիտում եք Breakpoint-ի հերթական էպիզոդը, իսկ մեր տաղավարում է պրոդյուսեր ռեժիսոր Գոշ Հակոբյանը։ Ոնց ես Գոշ։ Լավ, հրաշալի, շնորհակալ եմ։ Նախ սկսենք այնտեղից, որ քեզ արդեն ներկայացնում եմ որպես պրոդյուսեր եւ ռեժիսոր, քանի որ ինչպես դու ես հայտարարել, դերասանական ու երաժշտական կարիերատ ավարտված է։ Հայտարարել եմ։ Հա, ինչ որ միտեղ կարդացել եմ։ Չեմ հիշում, որ հայտարարել եմ։ Հա, հարցազրույց։ Այդ դա հարցազրույցում ասել էիր։ Հա, այո, դա տենց է։ Ինչ եղավ, որ որոշեցիր կադրում այլևս անելիք չունես։ Ավելի լավ է հակառակ կողմից գալ, ինչ արեցի, ինչ եղավ, որ որոշեցի, որ կադրի հետևում է իմ տեղը։ Դա ավելի հետաքրքիր կլինի, էլի, որ կադրում ես այդ սկիզբը շատ սիրել եմ, նենց չի որ էլի ասում եմ բան։ Ավելի լավ տենց շներ չէ, դա բացարձակ սուտ է, էլի, բայց կարծում եմ, ոնց որ բնորոշա յուրաքանչյուր երևույթի, այսինքն դա կլինի հարաբերություն, դա կլինի ընկերություն, ցանկացած բան ինքը ունի ինչ որ տրամաբանական էպիզոդի ավարտ։ Եթե ինքը չի բարելավում, ապա ինքը պետք է ավարտվի, նույն բանը տեղի ունեցավ, ասենք հասկացա, որ այստեղ էլ այլևս ինչ որ աճելու կամ հեռու գնալու ինչ որ կետեր չեմ տեսնում։ Իսկ այնտեղ ինչ որ հիմա ես զբաղվում եմ այդ ամեն ինչով, այդտեղ գիտեք, ասենք ոնց է, օգտագործվում է իմ գիտելիքների 100%, այսինքն ոչ մի բան չի կորում, ասենք 10 տարեկանից չգիտեմ, համակարգիչների հետ ընկերություն եմ անում, սաղ իմ սկիլերը եկե ինձ օգնում է, կամ չգիտեմ լեզուներ գիտեմ, այդ ինձ թե օգնում է, կարդում եմ դա ինձ օգնում է, այսինքն ես լրիվ ինձ երջանիկ եմ զգում նրա մեջ ինչ անում եմ, էլի։ Հիմնականում երբ դերասանները որոշում են, որ հիմա արդեն այս փուլում պետք է մենք զբաղվենք ֆիլմ արտադրությամբ, լինենք ռեժիսոր կամ պրոդյուսեր, շատերը նաև ասում են, որ դա ուզում են անել, որպեսզի մենք մեր երազած դերերը կարողանանք խաղալ։ Քեզ մոտ դա այդպես չէ։ Ինչու քեզ չես դիտարկում քո իսկ նախագծերում։ Դրա ժամանակը չկա հիմա։ Մի քիչ ավելի Ես չեմ համարում, որ ես ինչ-որ գիտեք, տենց մեծ բաների եմ արդեն հասել, տիպը ռեժիսուրան արդեն բան ենք արել, հիմա արդեն ինքներս մեզ նկարենք, այդ կետը շատ հեռու է։ Բայց կարող է գալ։ Չեմ բացառում, ասենք չեմ բացառում։ Էպիզոդները մեկ-մեկ լինում, ասենք նույն երաժշտություն գրելուց ինչ-որ տեսարանի համար ես կանգնում եմ, այնքան եմ sense ոգևորվում, ասենք ինչ-որ կարող է մենակով մարդ չկա, էլի ստուդիայում, ես ինքս իմ հետ ինչ-որ բան խաղամ, բայց դա մնում է էլի միայն ստուդիայում, էլի վստահ չեմ, որ դա պետք է մարդիկ տեսնեն։ Համարում եմ, որ դեռ սկիզբն է, սկզբի սկիզբն է, ասեմ ավելին, էլի մեծ աշխարհ է, շատ մեծ բանա տրամաբանում, ասենք կինո արտադրել, ֆիլմ բառը ընդհանրապես շատ հսկայական բառ է, էլի։ Ինչ թույլ չեմ տա մի խոսքով sense ես համ նկարեմ, համ էլ ասեմ, ես համ էլ ես, մարդ մի բան է, էլի լավ անում, ես այդ սիրում եմ այդ արտահայտությունը ու ինձ թվում է գտել եմ ինչ պիտի անեմ։ Բայց այդ կետին երևի եկար մի քանի բաներ փորձելուց հետո, չէ՞։ Մի քանի տասնյակ բաներ ու public փորձելուց, էլի, ասենք ոչ մի բաներից թաքուն չեմ փորձել, այդ լինի էլեկտրոնային դաշտության, ասենք producer-ը, այդ լինի, չգիտեմ, դերասանությունը, SN-ն։ Սա public ակնհայտ ցույց եմ տվել, փորձել եմ ու խորհուրդ եմ տալիս բոլորին գտնել մանգալ, ոչ թե public էլ գտնել մանգալ դրա մեջ ոչ մի բան չկա, մարդիկ ասենք շատ արագ են էլի մոռանում, ամեն մեկը ասենք իր կյանքով է ապրում։
Մարդիկ շատ հաճախ վախում են տարբեր բաներ փորձելուց, որովհետև մտածում են, ասենք, իրանց մասին ինչ կմտածեն կամ իրանց ընկալելիությունը, positioning-ը արդեն սենց է, բայց հատկապես երբ հանրային մարդ են։ Հատկապես երբ հանրային մարդ են, բայց ես որպես այդ ամեն ինչի մեջով անցած հաստատ ասում եմ, որ ամենակարևորը այդ քո սեփական երջանկությունն է, էլի, որ դու քո մարմնի մեջ քեզ, ասենք, լիարժեք լավ զգաս, սիրես այն ինչ որ անում ես։ Գոժ, քո խոշոր մասշտաբային աշխատանքը որպես պրոդյուսեր, ռեժիսոր Grand Hotel-ն է եղել, իհարկե դրանից առաջ եւս էլի եղել է մեկ նախագիծ, բայց չգիտեմ ինչու բոլորս սա ենք ֆիքսում կամ ես եմ դա ֆիքսում ուղղակի։ Grand Hotel-ն էր, որը իրականացրիր դերասանուհի։ Դեբյուտային նկատի ունեք։ Չէ, դեբյուտային չէ, ավելի խոշոր մասշտաբային աշխատանք, որը բոլորի աչքի առաջ տեսանելի էր։ Սկզբի շրջանում թե ընդհանրապես։ Դե սկզբում։ Սկզբում, հա։ Grand Hotel-ը նկարեցիք, իրականացրիք դերասանուհի Ինա Խոջամիրյանի հետ եւ դրան հաջորդեց Սիրելի Սահմին։ Սրանք նախագծեր էին, որտեղ դուք աշխատեցիք Հայաստանում պահանջված եւ փորձառու դերասանների հետ։ Ռիսկային չէր, որովհետեւ եթե այդ փուլում սխալվեիք, գուցե ընթացքային բարդ լիներ։ Ես նենց եմ արդեն, որ սիրում եմ սխալվելուց ընդհանրապես չեմ վախենում, շատ եմ սխալվել եւ դեռ շատ կսխալվեմ, բայց ռիսկային է, թե չէ, գիտեք, ասենք ամեն ինչը ռիսկային է։ Պրոցեսի ցանկացած կետում ամեն ինչ ռիսկային է։ Հիմա մարդկա մեծ ռիսկ է սիրում, մարդկա ընդհանրապես ռիսկ չի սիրում, իհարկե ռիսկային էր։ Որտեւ էլի գալիս ենք public-ին, էլի։ Մանավանդ երկու մարդ, ասում է, իրանց կարիերաները դնում են դեր ասած նժարի վրա ու հեսա բան։ Իհարկե ռիսկային, ասում այդ ժամանակ շատ էինք լարվել։ Ասենք ես հիշում եմ, ու այդ պահը դժվար էլի երբևէ կրկնվի մոտ, առաջին էպիզոդը, առաջին սիզոնի, էպիզոդ 1-ը launch լինելուց, ասենք մի 15 րոպե առաջ, ես ասենք անընդհատ ջուր էի խմում, բանից թվում էր հեսա մի հատ բան ալնելու, կարող եթերը կանգնի, կարող սխալ ֆայլ եմ տվել, չգիտեմ, մոնտաժնին, բան ցենց էլի, ասենք, այնքան մտքեր էր գալիս վախից։ Հետո դե տենց բաները կորում են, բայց հետո պատմում ենք, էլի։ Իսկ ինչպիսին էր այդ փորձառությունը հենց այդ պահանջված արդեն փորձառու դերասանների հետ, որովհետև իրենք ավելի գուցե ավագ սերնդի դերասաններ այնտեղ կային, եւ դուք ավելի երիտասարդ արդեն որպես պրոդյուսեր, ռեժիսոր։ Խնդիրը ընդհանրապես դերասանների հետ կամ ավագ սերնդի դերասանների հետ աշխատելու մեջ չէ, այլ ընդհանուր երևույթային է խնդիրը, այդտեղ նաև ասենք վտանգի տակ դրված է սցենարը, ռեժիսորան, օպերատորական աշխատանքը, ու sense բազմակի կետեր կան, որ էլի պիտի լավ անես։ Նես չի, դերասանը եկել է իր գործը անի, ինքը իր տեքստը կարդում է, երկու հատ բան հասկանում է, ինքը եկել է աշխատանքի, դա ֆիքս ենք։ Մնացածը ամբողջությամբ, եթե լավ է ֆիլմը, ասում են ապրի ռեժիսորը, եթե վատը, ասում են, էս ինչ վատն է ռեժիսորը, էլի, մեծ ռիսկ է կրում ռեժիսորը։ Ու լավ դերասանը, ավագ սերնդի դերասանը չի կարա փրկի վատ կինոն։ Հա, այդ է ուզում հարցնել, որ երաշխիք չէր, որ եթե լավ դերասանների հավաքել են, ուրեմն կստացվի։ Չկա տենց բան։ Հակառակը, շատ լավ սցենարով ֆիլմը կարելի է ինչ-որ միտեղ, վատ նկարել լույսը մի քիչ թույլ դնել դերասան այդքան էլ լավ չի խաղում, բայց միտքը հասկանալի լինի, ու ասեն սա լավ ֆիլմ է։ Վատ ֆիլմը, ուզում ես, չգիտեմ, ոնց ուզում ես արա, դա վատ ֆիլմ է։ Լավ նկարած վատ ֆիլմ է։ Գոժ, վերջին շրջանի քո կյանքի break point-ը, շրջադարձային կետը որն ես համարում։ Ամեն անգամ երբ որ նոր կինո ռիլիզ լինում, break point-ը իմ մոտ, որտեվ ես լիքը նոր ապրումներ եմ ունեցել, վերապրումներ եմ ունեցել նաև ֆիլմի մոնտաժային աշխատանքների ժամանակ հետո այդ ռիլիզի նորից այդ հոգեբանական այդ պահն է գալիս, դու սկսում ես անընդհատ ամեն տեղից դու տարբեր կոմենտներ ես լսում, դու պարտավոր ես ֆիլտրես այդ կոմենտները, հասկանաս որն է առողջ կրիտիկա, որն է ուղղակի չգիտեմ, այդքան է դուրի չի եկել, որ քո ֆիլմը լավն է եւ այլն, այսինքն այդ ամեն ինչից հետո կարծում եմ break point-ը դա։ Այսինքն վերջին break point-ը շախմատիստն էր։ Եթե ավելի առարկայական, այո։ Դրան դեռ կգանք, այս փուլում ուզում եմ մի այսպիսի հարց քննարկել, իհարկե գիտեմ, որ անձնական թեմաներից չես սիրում խոսել, ես էլ չեմ ուզում շատ մտնել այդ դաշտ, բայց մի այսպիսի ընդհանուր հարց եմ ուզում տալ, որ քանի որ դու էլ այդ փորձառությունը ունեցել ես, շատ հայտնի անձինք, երբ օրինակ միասին աշխատում են, հետո օրինակ ունենում են անձնական հարաբերություններ, հետո ենթադրենք բաժանվում են, արդյունքում փաստորեն տուժում է աշխատանքը, որովհետև մենք էլ չենք տեսնում նրանց միասին նկարահանման հրապարակում կամ միասին աշխատելիս։ Հնարավոր չէ այնպես անել, որ մեկը մյուսի վրա չազդի։
Ես դեռ չեմ հասկացել հիմա այդ հարաբերություններն է խանգարում աշխատանքին, թե աշխատանքը հարաբերություններին, այդ չեմ կարող ասեմ։ Բայց կարծում եմ, վստահ չեմ, կարծում եմ, որ մեկը մյուսի հետ մի քիչ շատ դժվար բան է այդ, էլի, որովհետև, ասենք, հասարակ հարաբերություններում նույնիսկ անդադ բալանսի ու ինչ-որ տենց իրար հասկանալու կոմպրոմիսների պրոցեսներ է, մի հատ էլ կա աշխատանքային սուբորդինացիա, այդ պատասխանատվություններ ու այդ ամեն ինչ իրար այդ բալանսի դա challenge է, էլի։ Գլոբալ խորհուրդ չի տրվում, ասենց ասեմ, էլի։ Եթե հարաբերությունները, եթե այդ խորհուրդս էլի, եթե սիրուն հարաբերությունները, առողջ հարաբերությունները ավելի լավ է ինչ-որ աշխատանքային գործնական կտորը ցանկալի չի լինի, կամ եթե նույնիսկ հակառակը, եթե առողջ է ամեն ինչ աշխատանքում, ավելի լավ է անձնական հարաբերություններ չգան, էլի։ Կան չեմպիոններ, կան, բայց հələ չեմ տեսել։ Բայց դա այդքան կապ չունի, չէ՞, շատերը ասում են, դե եթե դու պրոֆեսիոնալ ես, ուրեմն պետք է աշխատանք, անձնականը, բայց հարաբերությունները ո՞վ է պրոֆեսիոնալ։ Հարաբերություններում մենք ուզում ենք տանը լինենք, հանգիստ լինենք, սիրված լինենք, աշխատանքում պիտի լինենք, ձեր ասած խրոխտ բառերը պրոֆեսիոնալ, պատասխանատու եւ այլն, դրա համար մեկը մյուսի հետ արդեն մի քիչ չի բռնում։ Հա, մեկ էլ պայտակ սկսում ես նենց լինես աշխատանքում, այդ ու պրոֆեսիոնալ հարաբերություններում ու սա խառնում է իրար, էլի։ Այսպես Ձեր սկզբնական աշխատանքները պրոդյուսերական, ռեժիսորական, դուք իրականացնում եք, ինչպես նշեցի արդեն, Ինա Խոջամիրյանի հետ։ Հիմա օրինակ պատկերացնում ես, որ նորից Ինա Խոջամիրյանի հետ որևէ պրոյեկտում կաշխատես միասին։ Ես երբեք ոչինչ ոչ մեկի հետ չեմ բացառել եւ չեմ բացառում։ Հակառակը ես ավելի շատ նայում եմ այդ օբյեկտիվ իրականությանը ու ձեր ասած, որ անձնական հարաբերությունների չստացվելու պատճառով, ասենք հեռուստադիտողը, սպառողը բան չանի, չզրկվի այդ կոնտենտը նայելուց։ Դրա համար ես կողմ եմ օբյեկտիվության, էլի, մինիմում սուբյեկտիվություն, մաքսիմում օբյեկտիվություն, իհարկե չեմ բացառում։ Գոժ միշտ կա այն խոսույթը, որ Հայաստանում մենք չունենք լավ պրոդյուսերական դպրոց, բայց մեկ էլ տեսնում ենք, որ դերասանները ինչ-որ բայից սկսում են իրենք դառնալ արտադրող։ Ինձ հետաքրքիր է այդքան ամեն ինչ հեշտ է իրականում, թե մի մասնագիտությունից մյուսն անցնելը ամեն դեպքում պահանջում է ժամանակ, ջանք, էներգիա։ Այդ տենդենսը կամաց կա, տարբեր, ասենք, պրոյեկտներ են լինում, որտեղ որ դասավանդում են կամ ֆրիլանս ուսումնասիրում են, workshop-եր են տեղի ունենում։ Ես էլ տենց այդքան էլ կողմ չեմ այդ հին, ասենք, սովետական դպրոցի մոնոպոլիա լինելուն կողմ չեմ, էլի, պետք է ալտերնատիվաներ լինեն, էլի, նոր աշխարհի դրվածքներ պետք է լինեն, դա արդեն տենդենսը կա, իսկ որ մասնագիտությունից մասնագիտություն են փոխում, այդ էլ եմ ողջունում ես, այդ դրա էլի դրոշակով առածներից եմ ու նենց չի լրիվ մի հատ ուրիշ ոլորտից թեքվում են ուրիշ ոլորտ, էլի, դա լավ է, պետք է բոլորս էլ փորձենք, պետք է անենք, կարևորը եթե անում ենք սրտանց ու անկեղծ, էլի, եթե նպատակը դրված է մեկ այլ տեղ, դա երկար չի տևելու։ Իսկ համաձայն ես, որ Հայաստանում ամեն դեպքում չկա այդ պրոդյուսերական լավ դպրոցը։ Այսինքն այն ինչ որ սովորում ենք, ցած ոտքի վրա դերասան ենք, կողքից նայում ենք ոնց են անում, ինչ են անում, ինչ որ բաներ այդտեղից ենք սովորում, ինչ որ մի երկու բան այնտեղից, մի օր մենք էլ ենք որոշում, ընթացքում մենք էլ ենք հմտանում։ Դե դուք ինչ եք տարանջատում, ասում եք միայն պրոդյուսերական ինստիտուտ չկա, ռեժիսորական կա, սցենարիստ կա, չգիտեմ, այդ ոչ մի կետ չկա, այսինքն տենց գլոբալ խնդիր է, ես ինձ թույլ չեմ տա գնահատականներ տամ։ Workshop-եր են իրականացվում, գոյություն ունի կինոդպրոց, էլի մեր ընկերներն են, բոլորը ով ինչքան մարդ կինոյի ինդուստրիայում ինչ որ բան որ փորձում է անել, ես դա ողջունում եմ։ Հետո այդպես է ծնվում, այդպես է շուկա զարգանում, տենց չի լինելու որ մեկը գա, տենց բացի այդ ինստիտուտը, տենց չի լինելու։ Պետք է ոլորտը թնդա, իսկ ոլորտը հիմա ես այդ հպարտությամբ կարամ ասեմ, թնդում է։ Այսօր շատ են մարդիկ քննադատում, որ դե լավ ֆիլմեր քիչ են կամ չկան, կամ մատերի վրա կհաշվենք, լավ ֆիլմ ստեղծելու համար իրականում ի՞նչն է պետք, գումարն է պետք, մենակ թե նաև այդ սցենարը, որ լավը լինի ու մնացած բոլոր հարցերը։ Ասում են ֆիլմը ինքը բան է, մեծ ցիպոչկա է, էլի, ու մի կետը, մի կանգառը, եթե հանկարծ չաշխատի, այդ ավտոբուսը չի հասնում, էլի իր կայարաններ բաներով։ Հիմա գումարը հանեք, դա տեղի չի ունենա։ Լավ ֆիլմը, թանկ ֆիլմն է, վերջակետ։ Փողը գտանք։ Քո իդեային հավատացողներ, ովքեր որ քո համար այդ իդեան կանեն։ Այսինքն դու չես անողը։ Քո համար որ անեն, այսինքն լավ թիմ, ավելի առարկայական որ խոսանք, լավ թիմ։
Գոչ անդրադառնանք վերջին նախագծին շախմատիստին։ Գիտեմ, որ շախմատիստի բյուջեն մոտավորապես 2 անգամ գերազանցել է Սիրելի Սահմիի բյուջեին։ Համարյա 2 անգամ։ Ինչ թվերի մասին ենք խոսում։ Վստահ չեմ, որ կարելի է այդպես կոնկրետ անվանական ասել, հետո ես վերջնական բյուջեին այնտեղ պրոմոշնի բյուջետներ կան, շատ մեծ գումար նաև ներդրվել է շախմատիստի պրոմոշնի վրա, այդպես բարի մեդիայի ու կինոդարանի ուժերով, դրա համար Իսկ ինչով էր պայմանավորված, որ նաև այդքան շատ գերազանցել է 55 միլիոն անց բյուջե է ունեցել կինոդարանը, շախմատիստը, որը որ գերազանցել է, համարյա 2 անգամ Սահմիից գերազանցել է, բայց նենց չի, որ դա է milestone-ը, դա էլ դեռ օքեյ չի, էլի։ Ինչն էր պատճառը հիմնականում, որ գերազանցել է, ինչ կոմպոնենտներ կային, որոնք որ Դե նախ արտադրության, ընդհանուր արտադրության տեխնիկական տեսանկյունից եւ մնացած բոլոր տեսանկյուններից մասշտաբը ավելի լայն էր, հետո սցենարը ինքը ավելի կերպարային գծեր կային, շատ ավելի շատ քան Սիրելի Սահմի, հետո ժանրային տարբերությունը ինքը ամենայն դեպս թելադրում է, էլի բյուջեի վրա ազդում է, այսպես շատ նորմալ պատճառներով։ Բայց էլի պիտի շեշտեմ, սա այն չի, ինչ որ մենք ուզում ենք ստանանք, սա դեռ այդ ռեզուլտատը չի, որովհետեւ դրսում, այդ բառը չեմ սիրում, որ տենց ասում են դրսում, բայց այդ բառը նկատի ունեմ, հա, այնտեղ ասենք դա միայն post production-ի գումար է, մոտավոր։ Դե հա։ Միայն ասենք color grading-ի ու editing-ի գումարն է, էլի։ Իսմեխի գրեղ։ Բայց ոչինչ կհասնենք, շատ վստահ եմ, որ կհասնենք, էլի, ոչինչ մեզ դրանից ասենք չի բաժանում, էլի, ոչ մեկ չի եկել, Հայաստանին չի փակում, դուք հանկարծ չարտադրեք վատ ֆիլմ, լավ ֆիլմ։ Դա լրիվ հնարավոր է, հիմա մենք դա անում ենք, բոլորով դա անում ենք, ինձ դուր է գալի, որ բոլորը ձգտում են դեպի որակ, էլի։ Գոչ հաղորդման այս հատվածում ես առաջարկում եմ խաղանք թե Ես ասում եմ այն նախագծերը, որտեղ դու կամ նկարահանվել ես կամ արտադրական թիմում ես եղել, դու քեզ համար ընտրում ես, որն է ավելի այսպես հարազատ կամ, չգիտեմ, ինչ սկզբունքով կընտրես։ Փորձենք։ Okay։ Դեպի ճամբար թե ոսկե դպրոց։ Ոսկե դպրոց։ Ոսկե դպրոց թե Ագապի։ Ոսկե դպրոց։ Ոսկե դպրոց։ Թե հոթել Գրանդ։ Այդտեղից միանգամից ցանկացած արդեն բարի մեդիայի ու մեր արտադրած պրոյեկտ։ Հոթել Գրանդ թե Սիրելի Սահմի։ Սիրելի Սահմի։ Սիրելի Սահմի թե շախմատիստ։ Շախմատիստը։ Հասկացա, շարքը շարունակելի է։ Նոր անունները կգան։ Մյուսը, այո։ Միանգամից մյուսն է լինելու էլի արդեն։ Մերսի շատ Գոչ, հետաքրքիր ու անկեղծ զրույցի համար։ Այսպիսին էր Գոչ Հակոբյանի կյանքի breakpoint-ը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, լայքել, սրտիկել ու մնացած բաները։ Կհանդիպենք մյուս շաբաթ։ Նրանք մեղավոր չեն, որ հայտնվել են այդ պատերից ներս։ Նրանք հայտնվել են սխալ տեղում և սխալ մարդկանց հետ։ 11 կյանք, 11 ճակատագիր, 11 սերիալը դիտիր միայն կինոդարանով։